Հավատք կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան մենք հավատով Քաղաքական պայքարի մեկնարկը տրված է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջարկ Հայաստանին նախադեպը չունեցող ծրագրով է մասնակցում խորհրդարանի ընտրությանը։ Այն սովորական նախընտրական ծրագիր չէ եւ ստեղծվել է ժողովրդի հետ անմիջական շփումների, գյուղերում ու քաղաքներում հնչած խնդիրների ու առաջարկների հիման վրա։ Ծրագիրն ամբողջացրելու խնդիրներին լուծումներ են գտել տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետները։ Այդ ամբողջ ընթացքում մեծ աշխատանք են կատարել նաեւ երիտասարդները։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը դարձել է ժողովրդական ծրագիր, որով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մասնակցում է այս խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ մեր քաղաքական թիմի համար առանձնահատուկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ այս ծրագրի կազմման ու ստեղծման աշխատանքներում հատկապես ակտիվ ներգրավվածություն են ունեցել մեր երիտասարդ ընկերները, ովքեր ամիսներ շարունակ ջանք ու եռանդ չեն խնայել իրենց լուման դնելու այս ծրագիրը ավելի լավը դարձնելու ուղղությամբ։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը քաղաքացիներին մանրամասն ներկայացնելու ժամանակն է։ Այնտեղ ներառված են բոլոր ոլորտները՝ ներքին ու արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսություն, առողջապահություն, կրթություն եւ ոչ միայն։ Ծրագրում տեղ են գտել մարդկանց մտահոգող բոլոր հարցերի պատասխանները։ Գագիկ Ծառուկյանը թիմակիցներին հորդորում է լինել ակտիվ, ամենօրյա շփումների միջոցով մարդկանց ներկայացնել իրենց առաջարկները։ Հարգելի սիրելի թիմակիցներ, քարոզարշավը սկսել է։ Մենք լուրջ աշխատանք ունենք կատարել բոլորս միասին, իհարկե մեծ աշխատանք կատարել ենք, կազմել ենք ամենակարևորը ծրագիրը, ոչ թե մենք ենք կազմել, այլ ժողովուրդն է կազմել, ամեն մեկ իր ոլորտները ներկայացրել է, իսկ մեր լավ մասնագետները կարողացել են դրանց լուծումները կազմել։ Ժողովուրդը հոգնել է, հայոյելուց, ցեղ շպրտելուց, իրար վիրավորելուց։ Ժողովուրդը ուզում է, որ իրենց խնդիրները լուծվի, իրենք զգան գնահատված են, պաշտպանված են եւ իրենք կարողանում են իրենց հոգսերը հոգալ, իրենց խնդիրները կարգավորել։ Այսօր մենք պատրաստ ենք դրան։ Դուք բոլորդ միասին գիտեք, որ մենք ունենք լավ թիմ, ունենք լավ համակիրներ, ունենք լավ ծրագիր, այնպես որ միայն մնում է մեզ, որ մենք կարողանանք այս կարճ ժամանակահատվածում Հայաստանով մեկ գյուղերով, քաղաքներով, վարչական շրջաններով, տարածքներով տեղյակ պահենք ժողովրդին, ներկայացնենք խնդիրը, պրոբլեմը, մեր ծրագիրը, նորից խնդիրներ կարող է լինեն, որ դա նույնպես մենք ներառենք մեր ծրագրերի մեջ եւ դա իրականություն դարձնենք։ Ես շրջելով տարածքներում տեսնում եմ, ժողովրդին ոչ մի բան չի հետաքրքրում է իր ճակատագիր, իր գործը, իր ընտանիքին պահելու, իր հոգսերը հոգալու եւ երկրին խաղաղություն լինելու համար։ Դրա համար մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, որ դուք այսօրվանից Հայաստանով մեկ, ամեն մեկը ինչ լսել եք, ինչ տեսել եք, ինչ որ մենք իրար հետ քննարկել եք միասին, պետք է դա ներկայացնենք մեր ժողովրդին։ Այսօր ժողովուրդը ավելորդ բան չի ուզում։ Հանդիպեք, լսեք ուշադիր, ջերմ, հարգալից, մարդիկ դա կարոտել են, դա կարիք ունեն։ Լինել հարգալից ընտրությանը մասնակցող քաղաքական բոլոր ուժերի հանդեպ ցեղ չշպրտել ու չվիրավորել։ Գագիկ Ծառուկյանի հորդորն է թիմակիցներին։ Ընտրապայքարը պետք է ընթանա հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում։ Մենք պետք է լինենք շատ հարգալից մեր մրցակիցների հանդեպ, որևէ մեկին վիրավորել, ցեղ շպրտել չի կարելի։ Դա հարգանք է մեր ժողովրդի հանդեպ։ Այո, չի կարելի։ Եթե որևէ մեկը մեզ կքննադատի, դուք ուշադիր լսեք, եթե դա իրոք այդպես է, մենք պետք է դա ընդունենք։ Իսկ եթե չէ, ուրեմն պատասխանենք այնպես, ինչպես որ իրենք արժանի են։ Եվ ոչ թե մեկը, այլ ամբողջ թիմով կապ չունի ում ավերաբերվում։ Սա ընտանիք է, միասնական, մենք երբեք թույլ չենք տա որևէ մեկին վիրավորել։ Մենք լիարժեք կատարում ենք մեր գործը, ծանոթ ենք, տեղյակ ենք, ներկայացնելու ենք եւ այսօր կարող եմ ասել դες մեր կուսակցության կարգախոսը երաշխավորած խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Գագիկ Ծառուկյանի ելույթի առանցքում նոր կյանք մտնող շրջանավարտներն են։ Այս ամիս հնչող դպրոցական վերջին զանգը պետք է դառնա Հայաստանի վերածննդի առաջին զանգը, հայտարարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը։ Միշտ ամեն տարի մայիսը մեր ժողովրդի համար եղել է հաղթանակների հպարտության օր, որ միշտ նշել ենք, հպարտացել ենք։ Բայց այսօր այդ հաղթանակներն տարել են մեզնից, վերցրել են մեզնից։
Բայց ամենակարևորը այսօր մենք ունենք մայիսում օր, որը լույսի հույսի օրն է։ Դա մեր դպրոցականների վերջի զանգն է։ Մենք այնպես պետք է կազմակերպենք, որ այդ վերջի զանգը լինի մեր ազգային վերածնունդի առաջին զանգը։ Պատմության մեջ հիշելով, որ վերածննդի առաջին զանգը դպրոցականների վերջին զանգն ենք համարում, որ դա պատմության մեջ ընդգրկվի, որ դրանով մենք կարողանանք հունիսի 7-ին մեր նպատակները, ցանկությունները, ծրագրերը, որը ներկայացրել ենք, իրականացնենք, որ լինի երաշխավորած խաղաղություն, բարգավաճ երկիր եւ բարեկեցիկ կյանք։ Երիտասարդությունն այն ուժն է, որը կարող է փոխել աշխարհը, անհնարինը դարձնել հնարավոր։ Մեր պարտքն է նրանց համար կառուցել ուժեղ պետություն, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա լիարժեք իրացնել իր տաղանդն ու ներուժը, ներդրում ունենալ երկրի բարգավաճման գործում, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Այս տարի որոշ դպրոցականներ գնալ են ընտրության, իրենց ընտրությունն են կատարելու։ Նրանք մտնում են նոր կյանք, մենք պետք է այնպես անենք, որ իրենց կարողանանք ապահովել երաշխավորած խաղաղություն, տնտեսական զարգացում, բարգավաճում։ Ամենակարևորը այդ բոլորը մենք պետք է անենք եւ հաղթարենք խեղճությունը, հաղթահարած հանձնենք իրեն, որ մեր երիտասարդությունը, ուսանողությունը կարողանա դուրս գա այդ խեղճությունից, այս ներքին թշնամանքից եւ ապահովված լինի, երաշխավորված լինի եւ խաղաղությունը եւ զարգացումը։ Աննարին ոչինչ կա ժողովուրդ, հարկավոր է միասնական, իրար կողք, իրար հարգել, իրար գնահատել, իրար կողքի լինել եւ մեր ծրագիրը հանրությանը ներկայացնել, որ նրանք մասնակցեն ընտրություններին եւ կարողանանք հունիսի 7-ին մեր ներկայացած, մեր պատկերացած ծրագիրը կյանքի կոչենք, որ ունենանք երաշխավորած խաղաղություն, բարգավաճ Հայաստան եւ բարեկեցիկ կյանք մեր ժողովրդի համար։ Շնորհակալություն։ Աստված պահապան մեր բոլորին։ Այնուհետև ամբիոնը երիտասարդներինն է։ Առաջարկ Հայաստանին ծրագրի մրցանակակիր Մարիամ Նիգոյանի խոսքով ծրագիրն իրենց համար հնարավորություն էր դուրս գալու դիտորդի կարգավիճակից եւ դառնալու որոշում կայացնող։ Հայաստանում սկսվել է մի նոր մշակույթ, որտեղ գնահատվում է ուղեղը, տաղանդը եւ աշխատանքը։ Երբ սկսվում էր Առաջարկ Հայաստանին նախագիծը, օդում կախված էր մի մեծ հարցական։ Իսկ սա արդար է լինելու։ Այսօր ես այստեղ կանգնած եմ այդ հարցի պատասխանը իմ ձեռքին պահած։ Սա պարզապես թուղթ չէ։ Սա մեր երիտասարդների առաջարկների հավաքածուն է, որը տպագրվել է, սա փաստ է, որ երիտասարդի ձայնը լսելի է դարձել։ Պարոն Ծառուկյան, ձեր կողմից տրամադրված հարթակը մեզ համար ուղղակի հնարավորություն չէր։ Դա մի ռևոլյուցիոն քայլ էր, որը ուղղված էր մեր սերնդի ներուժի բացահայտմանը։ Դուք ցույց տվեցիք, որ երբ առաջնորդը հավատում է երիտասարդին, այդտեղից էլ սկսվում է հենց պետության վերելքը։ Շնորհակալ ենք ձեզ, որ դուք ոչ միայն լսեցիք, այլև հավատացիք այս սերնդին։ Դուք ձեր իսկ օրինակով մեզ ցույց տվեցիք, որ հայրենիք չեն սիրում բաժակաճառերով ու խոսքերով։ Հայրենիքը սիրում են գործով։ Ու ես այսօր այստեղից ուզում եմ հայտարարել. մենք ոչ միայն համարձակվեցինք երազել փոփոխության մասին, այլ մենք այսօր արդեն իսկ սկսել ենք այդ փոփոխությունը։ Մենք վստահ ենք, որ մենք մեր թիկունքին ունենք հզոր եւ ամուր հենարան, ու մենք միասին ենք կերտելու բոլորից երազած բարգավաճ Հայաստանը։ Շնորհակալություն։ 44-օրյա պատերազմի մասնակից մեր հերոսները մշտապես գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնահատուկ ուշադրության ներքո։ Նրանք ակտիվորեն ներգրաված են տարբեր նախաձեռնություններում ու ծրագրերում։ ԲՀԿ առաջնորդի վերաբերմունքը մեր հերոս տղաների հանդեպ նրան ոգևորել է ու թևեր տվել։ Ուզում շնորհակալությունս հայտնել պարոն Ծառուկյանին եւ ամբողջ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներին։ Անկեղծ ասած, ձեր առաջ գործը ավել է, քան ես պատկերացրել եմ, որ կլինի պատերազմից հետո։ Առանձնահատուկ իմ շնորհակալությունը հայտնում եմ պարոն Ծառուկյանին, մեր պատերազմում վիրավոր տղաներին հասել են ձեր խոսքերում, որ առաջադիմությունը հանձնում եք մեզ հատեսի գագաթին հայտնվելու համար,
Շատ շնորհակալ ենք ձեզ, որ տվել եք իմ ազգին այդ հնարավորությունը, որ այսօր մենք կարողանանք հանգիստ կանգնենք այս հողին ու հանգիստ չմտածենք մեր վաղվա ապագան վատ կլինի թե լավ։ Մենք վստահ ենք, որ լավ է լինելու ու ձեր օգնությամբ պետք է լինելու։ Եկեղեցու սանգը մեր ձայնը խաչիրու Ջերմ ծափահարենք Սերգեյին ու Սերգեյի ընկերներին, ովքեր անկախ ստացած վիրավորումներից ու դժվարություններից չեն ընկճվել, չեն ընկրկել ու այսօր էլ պայքարում են հանուն Հայաստանի լուսավոր ու խաղաղ օրվա։ Շնորհակալություն ձեր հերոսության համար։ Ամբիոնից լսելի է նաև Արցախից տեղահանված երիտասարդների ձայնը։ 2 տարի առաջ ձևավորված Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը ահռելի աշխատանք է կատարել արցախցիների հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, իսկ Գագիկ Ծառուկյանը մշտապես եղել է նրանց կողքին։ Այսքան ժամանակ մեր կողքին կանգնած է եղել պարոն Գագիկ Ծառուկյանը, հավատալով, ուժ ներշնչելով, որ մենք Արցախի երիտասարդներս կարող ենք այստեղ արարել, ստեղծել, մենք արցախցի երիտասարդներս նույնպես կանգնած ենք պարոն Գագիկ Ծառուկյանի կողքին։ Մեր գիտելիքով, հավատքով ու նվիրվածությամբ մենք ուզում ենք դառնալ այն ուժը, որը կկառուցի մեր վաղվա բարգավաճ Հայաստանը, որովհետև իրական ուժը դա հենց միասնության մեջ է։ Շնորհակալություն։ Երիտասարդներն իրենց սերնդակիցներին հորդորում են անտարբեր չլինել երկրի ապագայի նկատմամբ եւ գիտակցել սեփական քվեի արժեքը։ Հունիսի 7-ը շրջադարձային է լինելու Հայաստանի ապագայի համար։ Ես երիտասարդ եմ, ով շուրջ 10 տարի առաջ մի որոշում կայացրեց՝ համալրել Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերը։ Ուրախ եմ եւ հպարտ այդ որոշման կայացման համար։ Եվ մենք շատ ենք լսում երիտասարդներս, որ մենք ենք վաղվա օրվա տերերը, մեր որոշումներով, մեր նախաձեռնություններով, բայց դա միայն խոսք չի, դա պատասխանատվություն է։ Եվ ուզում եմ դիմել այս ամբիոնից իմ ընկերներին, երիտասարդներին։ Եկեք միասնաբար վերջ տանք մեր երկրում տիրող անտարբերությանը, օրինակ ծառայենք եկող սերունդներին։ Եվ հունիսի 7-ին միասնաբար բոլորս գնանք ընտրատեղամաս եւ կատարենք մեր որոշումը։ Եվ բոլորս միասին կերտենք մեր Բարգավաճ Հայաստանը։ Շնորհակալություն։ Տարիներ առաջ, երբ որ մեր հայրենիքում բարդ ժամանակներ էին, ես կողքից դիտում էի իրադարձություններին եւ մտածում էի, որ ոչինչ չեմ կարող փոփոխել։ Ինձ թվում էր, որ իմ ազդեցության շղթան շատ փոքր է։ Բայց ես սխալվում էի։ Մենք չպետք է միայն խոսենք, մենք պետք է գործենք։ Մենք չպետք է միայն հուսանք, մենք պետք է որոշենք։ Այսօր եւ վաղը հայ երիտասարդ քո ձեռքերում է։ Եվ եթե դու որոշես, ամեն ինչ կարող է փոփոխվել։ Սա մեր հայրենիքն է, եւ մեր հայրենիքը սկսվում է մեզանից։ Ելույթներից հետո երիտասարդները ջերմ զրույց են ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, կիսվում տպավորություններով։ Նրանց ոգևորել է վերջին զանգի մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Շատ ոգեշնչող գաղափար երիտասարդների համար, իսկ ասեք թե ինչ անհատական եք պատրաստել մեր շրջանավարտների համար։ Այսօր չեմ ասում։ Վանակալ օրգան, Գագիկ Ծառուկյանը զրուցում է նաև Սերգեյի հետ, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնում հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար, մաղթում, որ շատ երեխաներ ունենա։ Դրացանի կոնյակներ բացում, աչիկ ծնվեց գինին։ Պատմություն կա գրված, այս հողի վրա հավատ կա կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան ենք հավատով կառուցում, առաջարկային։ Վերջում լուսանկարներն են համակիրների հետ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը հորդորում է երիտասարդներին հավատալ սեփական ուժերին, գնալ մեծ ու հավակնոտ երազանքների հետևից եւ համոզված լինել՝ միասին կառուցելու ենք ուժեղ, խաղաղ եւ զարգացող Հայաստան։